Վազգեն Սարգսյանն եղել այն անձանցից, ով որ հիմնադրել է բանակը, հիմնադիրներից է եղել։ Համենայն դեպս զորամաս չի վաճառել։ Քեզ դա պետք էր, որպեսզի ժողովրդի քանակը պակասեր, մեր ջահելությունը զոհվեին։ Իրենք սկուտեղի վրա մատուցեցին։ 4 սերունդ ենք կորցրել մենք։ Իրանք պետք է իրենցով սկսեն կրթվել։ Ներկա չկա, բոլորը նույն երգն են երգում իրենք։ Բարև ձեզ հարգելի հետևորդներ, մեր տաղավարում հյուրընկալել ենք Պայստազրի փոխգնդապետ Համայնքական ճակատկուսակցության խորհրդի անդամ Նաիրա Գևորգյանին։ Բարև ձեզ Տիկին Գևորգյան, շնորհակալ ենք մեզ չմերժելու համար։ Տիկին Գևորգյան, երկար տարիներ ծառայել եք Հայաստանի Հանրապետության զինված ուժերում եւ ձեզ բախտ է վիճակվել նաեւ ծառայել սպարապետ Վազգեն Սարգսյանի հետ։ Նախ կխնդրեմ նշեք, թե ինչպես ծանոթացաք նրա հետ, ինչ եք հիշում նրանից եւ նա հատկապես անդրադառնաք այն հանգամանքին, որ այսօր պետական մակարդակով նաեւ փորձ է արվում պիտակավորել նրա անցած ուղին, նրա անունը, խնդրեմ։ Բարև ձեզ, շնորհակալություն հրավերի համար։ Այո, զորակոչվել եմ զինված ուժեր Վազգեն Սարգսյանի հրամանով 95 թվականին դեռ երբ ուսանող էի ֆիզիկական կուլտուրա ինստիտուտում դեռ երբ ուսանող էի աշխատում էի պատանի հնգամարտիկների դպրոցում որտեղ երկար տարիներ ես լող եմ պարապել մասնագիտությամբ լողորդ եմ եւ Տեր-Պետրոսյանի կինը փորձում էր այդ բազան բավականին հսկայական մեծ բազա էր այդ բազան վերցնել եւ մանաստիր սարքեր ու մի օր պարապմունքի վերջանալու ժամանակ այդ ժամանակ տենց ֆիդայանական համազգեստներով զենքերը վրաները մեքենաներն եկան սենց ոնց որ մեծ ու տենց ազատ տարածքեր կանգնեցին այս երեխեքը վախենալով ընկերն առա ֆիդայիներ են եկել ու պարզապես պաշտպանության նախարարն էր եկել տարածքը նայելու ու դրան դիմաց ենք հանդիպել իրար հետ ինքը սենց նայեց դեմքիս ես իրա դեմքին եմ նայում հա բարև ձեզ որ չեմ թողում ներս մտնի դալիճ ասես դուք ինչ ճանաչում եք, ես ասի իսկ դուք ինչ ճանաչում եք, սնայց բաղվեք, ստեղի մարզիչն եմ։ Ու տենց ու ծիծաղալով ասեց զորակոչեք հորադիս։ Միանգամից ասեց զորակոչեք հորադիս, տարածքին ծանոթ եք, ասի իհարկե ծանոթ եմ, 6 տարեկանից այս տարածքում լող եմ պարապել։ Ասեց կացեատուն աշխատում է, ես ինձ նայեցի դեմքին, ասի ինչ ասեց կացեատունը, ճիշտ ասած կրթությունս ռուսական, ռուսերեն էի հասկանում։ Ասեց սենց նայեց ծիծաղալով կացելին աշխատում է, ասի չէ, ասեց որտեղ, ասենց հարցրեց ու մենք մոտ 40 րոպե ամբողջ տարածքը ծանոթացրել եմ։ Ու երբ հետ վերադարձանք, ասեց զորակոչելու եմ բանակ ու գնաց։ Դա 95 թվականներ, 96 թվականի երբ արդեն ավարտում էի։ Այդ ընթացքում ծառայողի հաստիկով աշխատում էի արդեն, որովհետև բանակի կենտրոնական մարզական ակումբը տեղափոխվեց մեր բազա։ 96 թվականի երբ ավարտեցի արդեն ինստիտուտը, որ արդեն պետքա բախշեին, ով որտեղ էր աշխատելու աշխատանքներն են բախշում, գրություն էր ուղարկել, որ ես զորակոչվեի զինված ուժեր եւ զորակոչվեցի բանակի կենտրոնական մարզական ակումբում որպես լողի մարզիչ։ Ու միանգամից սպայական հաստիքի, այն ժամանակ շատ դժվար էր սպայական հաստիկ զբաղեցնելը։ Այսօր տեսնում ենք, որ փորձ է արվում ցեղ շպրտել գեներալների, զինվորականների անցած ուղու վրա, այդ նույն ձև նաև Վազգեն Սարգսյանի անվանն են փորձում կպնել, նշելով, որ նա անգամ չի ծառայել, Նիկոլ Փաշինյանն է հայտարարել այդ մասին, որ նա անգամ չի ծառայել հայոց բանակում։ Դուք որպես զինվորականի, որպես Վազգեն Սարգսյանի հետ ուղի անցած անձնավորության, ինչպես կգնահատեք այս իրավիճակը։ Ճիշտն ասած, այո, լսել եմ, այդ որ ասում է ով է եղել Վազգեն Սարգսյանը, այո, սպարապետ, երկրապահ միության նախագահ, բայց անգամ նա զինված ուժերում չի ծառայել, բանակում չի ծառայել։ Ներեցեք մի հատ անդրադառնանք իսկ այսօրվա ուսուցչուհին, որ բանակում է ծառայել, կամ իր դավաճանական այդ խունտան, ովքեր են զինված ուժերում ծառայել։ Վազգեն Սարգսյանն եղել այն անձանցից, ով որ հիմնադրել է բանակը, հիմնադիրներից է եղել։ Համենայն դեպս զորամաս չի վաճառել, հակառակը յուրաքանչյուր տարածք, որը դուրը գալիս էր, զորամաս էր ստեղծում այդ տարածքում, զենք էր բերվում Ռուսաստանից, առանց որից է վախենալու կարամ ասեմ, այո, զենքը մատակարարվում էր Ռուսաստանից, եւ դա արվում էր Վազգեն Սարգսյանի ընկերության կապերի միջոցով։ Անգամ ոչ մի սանտիմետր նա չէր թողի, որպեսզի վաճառվեր, իսկ հիմա մեր զորամասերը վաճառվում է եւ զորամասերը դառնում են գոմ։
Եվ անգամ անուրանալի է նրա գաղափարական դերը Արցախյան ազատամարտին, բայց այսօր փորձում են նրան եւս լուսանցքում թողել, փորձում են Արցախյան շարժումը, Արցախյան ազատամարտը փոշիացնել։ Դուք ինչ կասեք։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ այլևս փակ է Արցախյան շարժումը եւ մենք լուծել ենք Արցախի խնդիրը։ Այո, ինքը հայտարարեց, դա շատ ցավալի հարց էր, երբ իրենք շուտով մայիսին, երբ մենք ամեն տարի նշում ենք եռատոն, որպես sense եւ հպարտանում ենք, Կոմանդոսը երևի թե քիչ ներող կլնեք արտահայտությանս համար, բայց երևի գերեզմանում արդեն քանի պտույտ արեց, որ տեսնի մա Շուշին նահատակված, այսպես ինձ ասեմ, ոնց ասեց ինքը, դժգույն քաղաք էր Շուշին։ Դժբախտ դժգույն քաղաք էր։ Եթե դժգույն քաղաք էր 18 թվականին ինքը թող մի հատ իր ելույթների մեջ լսի, որ ասում էր Արցախը Հայաստանը եւ վերջ դրանով, այդ դեպքում եթե դու պետք է հանձնեիր, էթնիկ զտում աներ, ուրանայր ամեն ինչը, առաջի պատերազմը, քարորյան եւ 40, այդ դեպքում խի 44-օրային տալար այդքան զոհ տվեցիր։ Խի այդքան հաշմանդամ տղաներ մենք ունենք այսօր, ինչի համար դա արեցիր։ Այսինքն քեզ դա պետք էր, որպիսի ժողովրդի քանակը պակասեր, մեր ջահելությունը զոհվեն, ջահելությունը կորցնենք, 4 սերունդ ենք կորցրել մենք։ Որ այսօր էլ հայտարարեն, որ հանուն ոչնչի են զոհվել նրանք։ Կինը կներեք կարողանա եռաբլուրում զոհվածի ծնողին ահտա։ Ինչ մակարդակի ենք հասել։ Իրենք կրթությունը նորաձև է, բոլորին կրթվում են, բայց իրանք պետք է իրենցով սկսեն կրթվել։ Իրենք պետք է կրթվեն, նոր ժողովրդին կրթեն։ Ինչ են կրթում, ասում է, կրթվում ենք, որ անեցքից դուրս գանք։ Տիկին Գևորգյան եւ նշեցիք, որ հաղթանակի շեմին ենք, հաղթանակի օրվա շեմին ենք, մենք թվակողել ենք մայիս ամիսը, որը մեզ համար միշտ այսպես հաջողությունների, հաղթանակների ամիս է համարվել, մենք մայիսին ձեռք բերեցինք անկախությունը, մայիսին ունեցանք եռատոնը, բայց այսօր եռատոնի թերևս երկու խորհուրդը չկա, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակն է լուծարվել եւ Շուշին ու ողջ Արցախը չկա։ Ինչ նպատակով այս ամբողջը արվեց եւ այսօր տոն օրը եռատոնը ինչ կարևորություն ունի, ինչ խորհուրդ է պարունակում իր մեջ։ Ես միտում եմ տեսնում այս ամեն ինչ մեջ, որ իրենք հանձնեցին, իրենք չհանձնեցին, իրենք սկուտեղի վրա մատուցեցին։ Այսինքն մատուցեցին այն, ինչ որ Ալիևը իրենցից պահանջեց։ Դե ասում են նախկիներն են հանձնել։ Հիմա էլ այդպես են ասում։ Այսինքն 23 թվականի նախկիներն էին ղեկավարում։ Նույն նախկին, ես ասեմ, նախկին ներկա չկա, բոլորը նույն երկն են երգում, իրենք նախկին ներկա չկա, դու դա իմ կարծիքն է, եւ ասինքս նախկիներն էին հանձնել, դու էլ չթողնեիր հանձնելու, եթե դու տենց հայրենասեր ես, դու էլ չթողնեիր հանձնելու, պատերազմը պարտության չտաներ, հրաման չտային, որ նահանջի հրամաններ չտային ու այսօր էլ այդ նահանջվողներին սկսես դատելը, դատում ես որպես ինչ, եթե դու Ղարաբաղը համարում ես որպես Ադրբեջան, իլխես դատում այդ դեպքում նահանջողները ուրեմն լավ են արի, եթե նահանջել են, եթե դու տենց ես մատուցում այդ ամենը։ Անկամ մենք այսօր Ադրբեջանի զորքը մասնակցում է մայիսի 9-ին Մոսկվայում կանալիք շքերթին, բայց մենք չենք մասնակցում։ Մենք մի տարի թե 2 տարի չսխալվեմ, մեր զորքը մասնակցել է եւ բավականին տենց եւ գովացել են եւ գովանքի են արժանացել մեր զորքին, իսկ այս տարի մենք զորքե չունենք, որ գնար մասնակցելու, գոնե դրանից վատը զգայինք, որ Ադրբեջան իր զորքին ներկայացնում է։ Նորից անդրադառնանք Վազգեն Սարգսյանի կյանքին, ինչ էր նրա համար հայրենիքը ընդհանրապես։ Իր այո, հայրենասեր, զինվորական, ես կասեի։ Ես բազմիցս իմ ելույթների մեջ ասել եմ, ես հպարտ եմ, որ ես զորակոչվել եմ իր հրամանով, ծառայել եմ մինչև 98 թվականը, մինչև վարչապետ դառնալը, ծառայել եմ իր հետ բանակի կենտրոնական մարզական ակումբում, ամեն շաբաթ կիրակի օր, բավականին մտերմիկ ասենք շփման եզրեր եմ ունեցել, դա ինձ ես դրանից օգտվել ասելով, որ ես դրանից շատ ինձ լավ եմ զգացել, որ ես իր հետ կարողացել եմ շփվել։ Միայն բանակը զիներ, ստեղծեր, կառուցեր, կարևորը զորքի կողքին լիներ, սպային հարգեր, հասկանար զինվորականին գնահատեր։ Այսօր գնահատված են մեր զինվորականները։ Իհարկե ոչ։ Ժամկետային զինվորականից բռնած մինչև հրամանատարն ու բարձր օղակը չեմ ասում, որտեղ այսօր բարձր օղակները այն կատեգորիան են, այն կատեգորիա սպաներն են զբաղեցնում, որ ոչ իրենցից ոչինչ չներկայացնող սպաներ։ Անգամ եթե գեներալ զինվորական կոչվում են գրում, դա կապ չունի։
Ձեր համար ո՞նց է, թե Զորամասի հրամանատարին արգելված է զինվորին արձակուրդ ուղարկելը, դուք ո՞նց եք գնահատված, թե չէ։ Զինվորին արձակուրդ է ուղարկում գլխավոր շտաբի պետը, այսինքն Զորամասի հրամանատարը պետք է գրություն ուղարկի գլխավոր շտաբ, շտաբի պետը բարեհաճետ պոչտան նայի, գրի սրան կարելի է, նրան թույլատրելի է, նրան չի թույլատրելի, հետ կա։ Արդեն իսկ Զորամասի հրամանատարին այդտեղ ոտնահարում են։ Ծառայողական մեքենաներն են վերցրել։ Այսինքն եթե Զորամասի հրամանատարը տագնապ տվեցին, Աստված հեռու արածի, մի հատ ինչ-որ պատերազմական իրավիճակ ստեղծվի, ու այդ հրամանատարը եթե մեքենա չունի, ինչով է գնալու այդ հրամանատարը։ Ծառայողական մեքենաներն են հանել։ Տիկին Գևորգյան նաև հայտնի է, որ այս օրերին խաղաղության պայմանագիր է կնքվում եւ բոլոր չհամաձայնեցված կետերը համաձայնեցված են, բայց առայսօր մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը բարբերաբար գրակ է բացում հայկական դիրքերի ուղղությամբ եւ այնուհետեւ ապատեղեկատվություն տարածում, թե հայկական դիրքերն են սկզբից սադրել։ Դուք պատերազմի վտանգ տեսնում եք, ինչպես եք նախ իրավիճակը գնահատում, պատերազմի վտանգ այսօր կա մեր երկրի համար, թե չէ։ Ըստ իս պատերազմի վտանգ կարող է լինել, այո, մեր զորքին հրամանադրված սադրանքի չգնալ, չկրակել, այսինքն իրենց համար սա սադրանք են իրենք համարում, չկրակել, պատասխան չտալ, որպեսզի լարվածություն չստեղծվի։ Բայց այս իրավիճակում մենք խաղաղություն կունենանք։ Իհարկե ոչ։ Բացարձակ մենք այդ դեպքում ինչու է շահարկվում։ Որտեւ իրենց դա ձեռ է տալ, իրենք անում են ամեն ինչ Ադրբեջանը թելադրում է։ Իրենք իրենց թելադրանքով են անում, անգամ սահմանադրության կետերը փոխելու իրենց հրամանով են դա անում։ Նույն պաշտպանության նախարարը ելույթ անելում ասում է ճիշտ է, սոցցանցերից տեղեկացա, որ Սյունիքի կողմը կրակոցներ կան, բայց եթե պաշտպանության նախարարն է սոցցանցից տեղեկանում, էլ արդեն զորքի մասին չխոսենք, էլի։ Եվ Տիկին Գևորգյան վերջում հաջորդ սերունդը Վազգեն Սարգսյանին հաջորդած սերունդը կարողացավ ստեղծել այն Հայաստանը, որը երազում էր ունենալ սպարապետը, ստեղծել սպարապետը եւ արդյոք այսօր մենք ունենք սպարապետների կարիք։ Ճիշտն ասած չքաղաքականացնենք պատասխանս, բայց համենայն դեպս իր մահանալուց հետո կար այդ Հայաստանը գոնե ունեինք։ Արցախը կար իր տեղում իր ամեն ինչ, բոլոր բացասական իրենց ամեն ինչով, բայց գոնե Արցախը կար, Արցախը գոյատևում էր, Արցախի բանակ ունեինք, մեր զորքը այնտեղ ծառայում էր Հայաստանից գնացած զորքը, հիմա ոչինչ չունենք։ Հիմա մենք ընդամենը գնում ենք թրքացման։ Ընդհատակ են գնացել, արդեն ես կասեմ, եթե իրանք մի քիչ երկար իշխանության մնաց այս պաշտոններին, երևի Հայաստանը կկորցնենք։ Եվ ելքը ինչպես եք դուք պատկերացնում։ Ես ելքը պատկերացնում եմ, որ պետքա մեզ լիդեր լինի զինվորական, գրագետ, հզոր, ուժեղ անձ։ Շնորհակալ ենք Տիկին Գևորգյան, այսքանով ավարտենք մեր հարցազրույցը։ Հարգելի հետևորդներ, հիշեցնենք, որ մեր զրուցակիցը Համահայկական ճակատկուսակցության խորհրդի անդամ, Պայստազորի փոխգնդապետ Նաիրա Գևորգյանն էր։